Հանրապետության հրապարակում շքերթի մասնակից զորախմբերը զինված ուժերին նոր համազգեստով են ձևավորված միայն հայկական խորհրդանիշներով ազգային տարրեր պարունակող տարբերանշաններով։ Ամբողջ շքերթի ընթացքում հնչում է միայն հայկական երաժշտություն։ Շքերթը բացում են Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներն ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները։ Հրապարակով այնուհետև անցնում են հատուկ նշանակության ուժերի հրամանատարությունն ու միջազգային խաղաղապահ ուժերի բրիգադը։ Այնուհետև հրապարակ են մտնում տարածքային պաշտպանության զորքերը, դրանց կազմում են Պաշտպան հայրենյաց ծրագրի գումարտակների զինծառայողները։ Շարային քայլով հրապարակով անցնում են ռազմական ոստիկանության զինծառայողները, զինված ուժերի կին զինծառայողները, սահմանապահ զորքերի ծառայողները։ Նրանց են հետևում բանակային զորամիավորումները հրամանատարների գլխավորությամբ։ Հաջորդիվ շքերթի ամենասպասված պահն է, առաջին անգամ ցուցադրվում է Հայաստանի բանակի նորագույն սպառազինությունն ու տեխնիկան, հետախուզահարվածային ռոբոտներից մինչև հոբ համակարգեր, զրահամեքենաներ, հրթիռային համակարգեր, անօդաչուներ, այդ թվում հայկական արտադրության։ Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նոր բանակը, նոր սպառազինությամբ, նոր համազգեստով եւ նոր գաղափարաբանությամբ։ Ներկայացվածների մեջ 7 երկրների արտադրության սպառազինություն է, ցուցահանդեսի բացման խոսքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Փաշինյանի սպառազինության ձեռքբերումը հնարավոր է դարձել Պրահայի համաձայնությունից հետո, երբ ինքը հրապարակավ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, փաստացի հրաժարվելով Արցախից։ Բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է եւ մեր բանակը չպետք է կիրառվի Հայաստանի միջազգայինորեն տարածքից դուրս բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների։ Ավելի ուշ Փաշինյանը հայտարարեց, որ սպառազինություն ձեռք բերելու վրա է ծախսվել 8 միլիարդ դոլարով ավելացած պետական պարտքը, որի նպատակային օգտագործումը ընդդիմությունը միշտ կասկածի տակ է դնում։ Մեկը կարա հաշվի, քանի միլիարդի զենք անցել այսօր հանրապետության հրապարակում։ Սա մեր պատասխանն է բոլոր նրանց, ովքեր ասում են պետական պարտքը ավելացրել է։ Ընդ որում շատ արտադրողներ կան, որոնք նաև վաճառքի պայման են համարում, որ իրենց ապրանքային վարկի փաթեթով ձեռք բերվեն այդ ապրանքները։ Փաշինյանի խոսքով իրենց հաջողվել է զարգացնել նաև Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը։ 2022 թվականից սկսած կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել համալիրում, ասաց նա։ Եվ հայկական արտադրության նմուշները, որ դուք տեսնում եք, իհարկե տեսական եւ պրակտիկ մակարդակում շատ էական է այդտեղ հայաստանցի գիտնականների ներդրումը, ովքեր այդ տեխնոլոգիաները մշակում են, իհարկե նաև մասնավոր ներդրողների, եւ մենք չենք խոսել դրա մասին։ Գիտեք, ես գործարանների բացումների եմ գնացել, մի քանի այցեր եմ ունեցել գործարաններ, բայց մենք մեր ռազմաարդյունաբերական այդ այցերից ոչ մեկը չի լուսաբանվել։ Չի լուսաբանվել, որովհետեւ մեր խնդիրը եղել է ստեղծել պայմաններ, որպեսզի համակարգը կայանա, համակարգը կայանում է։ Լրագրողների հետ զրույցում նաև հայտարարեց օտարերկրյա պետությունները բազմամիլիոնանոց պայմանագրեր են այսօր կնքում Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հետ։ Մեղուհին նախատեսված է պայմանական հակառակորդի զրահապատ տեխնիկայի եւ կենթանի ուժի ոչնչացման համար։ Հանրապետության հրապարակում զորահանդեսն ավարտվեց ավիաշոուով։ Զորատեսակի գլխավոր առաքելությունն օդային եւ ցամաքային տարածքների պաշտպանությունն է։ Երկրքի անվիճելի արքան ապահովում է օդային վերահսկողությունը, կատարելապես համադրելով գերարակ մանևրությունն ու ծանր սպառազինության ուժը։ Օդում են Su-30SM բազմաֆունկցիոնալ գերձայնային կործանի ճիկնաթիռները։ Նրանց են հաջորդում Su-25 գրոհային ինքնաթիռները։ Ցուցադրված սպառազինությունն այսօր ամբողջ օրվա ընթացքում կմնա Տիգրան Մեծի պողոտայում, որպեսզի քաղաքացիները դրանց ծանոթանալու հնարավորություն ունենան։
Անգլիա